Demokrat Parti. Թուրքիայի վարչապետ նախագահի տեխնացու Ռեջեփ Էրդողանը նախագահական ընտրություններից օրեր առաջ լուրջ քննադատության է արժանանում հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար։ Նախորդին մասնավորապես թուրքական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում Էրդողանը մեղադրել է ընդդիմախոսներին իր դեմ կեղտոտ քարոզարշավ իրականացնելու համար եւ մանրամասնել։ Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել։ Ասել են վրացի եմ։ Ավելի տգեղ բաներ են ասել։ Կներեք արտահայտությանս համար ասել են նաեւ, որ հայ եմ։ Çirkin şeylerle Ermeni diyen oldu. Նախագահի տեխնացուի այս արտահայտությունն այսօր տեղ է գտել թուրքական մամուլի առաջին էջերում։ Զամանը փաստել է, վարչապետի ակնհայտ ռասիստական պնդումները վիրավորանք են երկրում ապրող փոքրամասնությունների հասցեին։ Փորձելով պաշտպանել իրեն, Էրդողանը շատ ավելի դժվար ինկացության մեջ հայտնվեց, ընդգծել է Հուրիեթը։ Մինչդեռ ձախակողմյան Բիրգյունը, որին ի դեպ ժամանակին թղթակցում էր նաև Հրանդինքը, շատ ավելի հեռուն է գնացել եւ դիմելով Էրդողանին գրել. «Քլճդարօղլուն Ալևի է, Դեմիրթաշազազա, Իհսանօղլուն Եգիպտացի է, իսկ դու գող»։ Բանն է, որ քարոզարշավի ընթացքում Էրդողանն առաջին անգամը չի օգտագործում ազգային կամ կրոնական պատկանելիությունը ընդդիմախոսներին քննադատելու կամ վիրավորելու համար։ Tayyip Erdoğan diktatörmüş. Բոլորովին վերջերս դիմելով հիմնական ընդդիմադիր կուսակցության ժողովրդի հանրապետականի առաջնորդ Քեմալ Քլճդարօղլուին, Էրդողանը կոչ էր արել բացահայտ հայտարարել, որ նա արմատներով սերում է երկրում փոքրամասնություն կազմող ալևիներից, ակնհայտ նպատակ ունենալով այդ կերպ ամրապնդել իր դիրքերը Սուննի մեծամասնության շրջանում։ Ավելի վաղ խոսելով ընդդիմության միասնական տեխնացուի մասին, նախագահի պաշտոնին հավակնող առաջնորդը հեգնանքով ասել էր. նա նույնիսկ Թուրքիայից չէ, ծնվել է Եգիպտոսում։ Այդ դիրքորոշմամբ խնդրեմ գնացեք այլ երկրի նախագահ դարձեք, այսօր գրել է Թարաֆի ծագումով հայ վերլուծաբան Հայկո Բաղդադը։ Հայ լինելը վիրավորական բան է, թե ամոթալի, բացատրեք խնդրեմ, կոչի արել CNN Թուրքի մեկնաբան Նևշին Մենգյուն։ Ընդ որում քարոզարշավի ընթացքում Էրդողանի նախընտրած հռետորաբանությունից դժգոհ են ոչ միայն երկրի ներսում։ Միացյալ Նահանգներում թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ զբաղվող կոնգրեսականների խումբը նախորդին հատուկ նամակ է ուղարկել ու զգուշացրել, որ իր վերջին հայտարարություններով Էրդողանը վտանգի տակ է դնում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եւ որ այս պարագայում շատ դժվար է դառնում պաշտպանել Թուրքիայի շահերը Վաշինգտոնում։ Կոնգրեսականները մասնավորապես մեջբերել են Էրդողանի խոսքերը, թե Գազայում պաղեստինցիների դեմ իր գործողություններով ու բարբարոսությամբ Իսրայելը գերազանցում է անգամ Հիտլերին։ Նրանք կարծում են, թե այդ նամակներով կարող են վախեցնել ինձ, սխալվում են, որևէ մեկն իրավունք չունի խորհուրդ տալ ինչ ասեմ եւ ինչպես։ Անցած կիրակի դիմելով հազարավոր աջակիցներին հայտարարեց Ռեջեփ Էրդողանը։ Իդեպ սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են, որ չնայած քննադատություններին Էրդողանի վարկանիշը շարունակում է մնալ ամենաբարձրը առաջիկա կիրակի կայանալիք նախագահական ընտրություններում եւ չի բացառվում, որ Թուրքիայի վարչապետը չանկայապալատ մտնի քվեարկության առաջին իսկ փուլով։ Yeni Türkiye'ye hazır mıyız İstanbul?